Վաշինգտոնի ամենաճերմակ շենքում աճում է դիմադրությունը Միացյալ Նահանգների նախագահի ռազմատենչ քաղաքականության դեմ։ Կոնգրեսականները ձեռնոց են նետել Թրամփին, հավանություն տալով Իրանի դեմ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։ Փաստաթուղթը նահանգների ղեկավարին պարտավորեցնում է զերծ պահել ամերիկյան բանակը Իրանի հետ թշնամական գործողություններից, եթե կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չի հայտարարել կամ թույլ չի տվել, որ ռազմական ուժ կիրառվի։ Այս քվեարկության արդյունքում կողմ ձայները 215 են, դեմ ձայները 208, համատեղ բանաձևն ընդունված է համարվում, առանց առարկությունների։ Կողմ են քվեարկել բոլոր դեմոկրատները, նաև Թրամփի հանրապետական 4 կուսակից։ Բանաձևի ընդունումը շրջադարձային է համարում ներկայացուցիչների պալատի կարկառուն դեմոկրատներից Գրեգորի Միքսը։ Ըստ նրա, հանրապետականների ներգրավվածությունը բանաձևի ընդունմանը ցույց է տալիս, որ նրանք լսում են իրենց ընտրողներին, որոնք չեն ցանկանում ևս մեկ անժամկետ պատերազմ Մերձավոր Արևելքում։ Կոնգրեսի ընդունած այս բանաձևը հակասահմանադրական է անվանել Սպիտակ տունը, հայտարարելով, թե այն սահմանափակում է նախագահի լիազորությունները։ Սպիտակ տունը անակնկալի է եկել կոնգրեսականների այս հարվածից, քանի որ թե Թրամփը, թե պետքարտուղար Մարկո Ռուբիոն հավաստիացրել են, որ Թեհրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունները ավարտվել են։ Թրամփը նույնիսկ հայտարարել է, թե Իրանի հետ շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն։ Համաձայնագիրը ստորագրելով նրանք համաձայնում են, որ չեն ունենալու միջուկային զենք, չեն մշակելու, չեն գնելու այն։ Սկզբում խոսքը միայն չմշակելու մասին էր։ Հետո 2 շաբաթ տևած բանակցությունների արդյունքում համաձայնության եկանք։ Շատ մոտ ենք ստորագրելու։ Իրականում մենք նրանց հետ բավական լավ հարաբերություններ ունենք։ Թրամփը լավ հարաբերություններից է խոսում այն դեպքում, երբ ընդամենը 2 օր առաջ է ամերիկյան բանակը հարվածել Թեհրանին, թիրախավորելով Ղեշմ կղզին։ Իրանը պատասխանել է հարվածելով ԱՄՆ դաշնակից Քուվեյթին։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։